Հարգելի բարեկամներ, սկսում ենք ստատուս քո ես քաղաքագետ Գևորգ Մելիքյանը, մենք այսօր հյուրընկալել ենք քաղաքական գործիչ ազգային ժողովի նախկին падգամավոր Անի Սամսոնյանին. Անի, ողջունում ձեզ։ Մի անգամից անցեմ հարցին, ինչպես տեսնում եք մեր այսօրվա նկարից, որը ցույց է տա թե որ թեմայով ենք խոսելու, ուզում եմ ձեզ որպես գիտակի եւ այս թեմայում եւ այն անձանց, ովքեր պատկերված են մեր այս նկարում, բացատրեք թե ինչ է կատարվում, ինչու Էդմոն Մարուկյանը գնում է վարչապետի տեխնացու որպես եւ շատերը ընդ որում այն նրանք, ովքեր իմպիչմենտի գործընթաց են, այսպես ասած, ձեռնարկել, նախաձեռնել, նրանք քննադատում են Էդմոն Մարուկյանին, որ ինքը իրականում սխալ բան է անում, թե կարծեք թե նույն բանն էր, բայց պարզվում է որ այդտեղ շատ տարբերություններ կան։ Դուք ինչպես եք տեսնում, սա ինչ գործընթաց է ընդհանրապես։ Իրականում բարձ սխեմաներ պետք չի փնտրել, սա շատ բարձ գործընթաց է եւ impeachment-ը ինձ համար նախընտրական գործընթաց է ընդամենը։ Սպիտակաձյունիկի հեքիաթը հիշում եք, չէ՞, որ ասում է Հայլի ջան, Հայլի ասա, ով է ամենագեղեցիկը աշխարհում։ Հիմա 2026 թվականի ընտրություններից առաջ ընդդիմադիրները մրցավազքի մեջ են, ասում են Հայլի ջան, Հայլի, այս դեպքում ժողովուրդ ջան, ժողովուրդ, ասա ով է մեզնից ամենաանդիմադիրը։ Հա, ու այս ամենը նրա համար է, որպեսզի փորձարվի հնարավորինս լավ դիրքավորվել ընդդիմադիր դաշտում եւ ժողովրդին համոզել, թե ով է ամենաընդդիմադիրը եւ ով է արժանի ստանալու իսկական իրական ընդդիմադիր ձայները 2026 թվականին։ Այսինքն այլընտրանքի կռիվ է կամ ընդդիմադիրի տիտղոսի կռիվ է, բայց քանի որ սա արհեստական եւ անպտուղ գործընթաց է, այո, սա վերջնարդյունք չի ունենալու եւ հենց սկզբից էլ չէր ունենալու, այդ իսկ պատճառով ես համարում եմ, որ այս գործընթացը օգուտ է միայն Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ միջև ընդդիմությունը կռվում է այդ տիտղոսի համար, Փաշինյանը զբաղվում է քարոզարշավով։ Գնում է մարզեր, նույն այդ կրթվելը նորաձև է արշավի շրջանակներում, դա մաքուր քարոզարշավ է։ Եվ դրա շրջանակներում շփվում է մարդկանց հետ, ներկայացնում է իր ծրագրերը, խոսում է թե ինչ է ինքը ուզում անել եւ բացատրում է ինչ է ինքը անում։ Այսինքն Փաշինյանը այդ ընթացքում շարունակում է շփվել ընտրողների հետ, այն դեպքում, երբ կռվածնում է ընդդիմադիր դաշտը միմյանց միջև։ Ես խորհուրդ կտայի բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր իսկապես ուզում են 2026 թվականին վաստակել ստանալ այդ ձայները, ավելի ճիշտ կլինի նման արհեստական process-ների մեջ մտնելու փոխարեն իրենք փորձեն իրենք էլ կատարել այցեր մարզեր ու շփվեն մարդկանց հետ, խոսեն մարդկանց հետ, ոչ թե անպտուղ կռիվներ տան խորհրդարանով, որից իրականում մարդիկ ժողովուրդը զզվել է, հա, որովհետև նայում է այս իրադարձություններին, կապ չունի ով է վարչապետի տեխնացու առաջադրվել, կապ չունի ով է ասում քեզ քո համար ստորագրություն չեմ տալիս, այդ ամենը կապ չունի։ Մարդիկ դա դիտարկում են մի փաթեթի մեջ եւ ասում են մենք ձեզանից հոգնել ենք։ Զզվել ենք։ Այո։ Հիմա որպեսզի չշարունակեն զզվեցնել, ինչ պիտի անեն այդ քաղաքական գործիչները, որ իրանք երևի թե հնարք են փնտրում, որ ելքեր են փնտրում, ի վերջո օպցիաները շատ չեն, կարծեք թե երևի համաձայն եք, որ նաև ընդդիմության դաշտն է կարծեք մոնոպոլիզացվել եւ այո, ձեր նաև խոսքերի վրա հենվելով ասեմ, որ ստացվում է, որ ըստ էության պայքարը ընդդիմադիրի տեղը զբաղեցնելն է եւ մարդկանց համոզել, որ ինքը ամենաճիշտ խոսքը Էդմոնի մասին չէ ընդհանրապես, ով էլ անում է, որ ես եմ ճիշտ ընդդիմադիրը, ես եմ իրական ընդդիմադիրը, հիմա մենք նույնը կարծեք տեսնում ենք երևի թե տրամաբանության մեջ, ինչպես այսօր Արման Բաբաջանյանը, Տիգրան Խզմալյանը ԱԳՆ-ի շենքի առաջ աղաղակում բղավում այնտեղ շոու կազմակերպվեց, հա։ Դե իրենք իշխանականներ են, ես իրենց չեմ առանձնացնում որպես քաղաքական անձինք, հա, իրենք իշխանություն է, ինչպես ասում են, իրենք այդպես էլ անում են։ Հա, Էդմոն Մարուկյանը ունի այլ տարբերակ կա, իր եթե նայենք իր միշտ սիրած այդ այլընտրանքան կամ երրորդ ճանապարհին ունի այլ տարբերակ։ Քանի որ Էդմոն Մարուկյանը բավականին բարդ քաղաքական ճանապարհ է անցել եւ ինչ որտեղ նաեւ ժողովրդի համար մնացել է չհասկացված ինչ որ իրավիճակներում, ես կարծում եմ, որ այո, ունի ճանապարհ, բայց այդ ճանապարհը արհեստական գործընթացների մեջ մտնելով չի, այդ ճանապարհը ժողովրդի վստահությունը վերագտնելու մեջ է, իսկ դրա համար պետք է խոսել ժողովրդի հետ, հա, եւ ոչ թե խոսել միայն տաղավարներում, այլ հանդիպել, գնալ, այցեր անել,
Միգուցե ինքը վաբանկ է գնում, որովհետև իրեն շատ են հիմա քննադատում եւ բոլորը հիմնական նույն նարատիվն են տանում, որ դու ստանձնեցիր պաշտոն հենց Նիկոլ Փաշինյանի օրոք եւ ինչպես է դու հիմա խոսում են մասին, որ դու դուրս ես գալիս նույն Նիկոլ Փաշինյանի։ Իհարկե դրանք կարող են մեկը մյուսի հետ կապ չունեն, մարդը կարող է նույն Սալոմե Զուրաբիշվիլին ենթադրենք։ Գիտեք ինչ, քանի որ պարոն Մանուկյանը լավ քաղաքական փորձ ունի, ես նաև իրեն հասկանում եմ այն առումով այս գործընթացի մեջ մտնելու կապակցությամբ, որ սա կարող էր հնարավորություն ստեղծել, եթե ստորագրությունները հավաքվեին, էլի, բայց իհարկե միամտություն էր մտածել, որ այդ ստորագրությունները կհավաքվեն, եւ խորհրդանական ընդդիմությունը իրեն իսկապես շատ անսկզբունքային ձևով պահեց, հա, սկզբում ասելով, որ առանց նախապայմանների մենք կտանք ստորագրություններ, թող լինի այդ տեխնացուն, եւ հետո չտվեց այդ ստորագրությունները։ Լրիվ նորմալ կդիտվեր, եթե չլիներ այդպիսի հայտարարություն եւ խորհրդանական ընդդիմությունը ասեր, այո, մենք չենք տալիս ստորագրություններ, որովհետեւ պարոն Մարուկյանը մեր տեխնացուն չի, մենք ունենք մեր տեխնացուն, սա կլիներ քաղաքական զրույց։ Բայց երբ որ խորհրդանական ընդդիմությունը հայտարարում է, որ կապ չունի մեզ համար, մեր նպատակն է օրինակ իշխանությանը տապալել եւ դրա համար մենք առանց նախապայմանների կտանք ստորագրություն, բայց հետո սկսում են տարբեր պատճառաբանություններ բերել, սա շատ անսկզբունքային է։ Սա հնարավորություն էր պարզապես պարլամենտում դեմ առ դեմ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու, խոսքս պարոն Մարուկյանի մասին է, Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու եւ ընտրություններից առաջ որպես Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած տեխնացու դիրքավորվելու, հա։ Այսինքն սա նորմալ է, սա քաղաքական քայլ է, բայց այստեղ մի քիչ պակասում է հեռատեսությունը, հասկանալով, որ այս ստորագրությունները չեն տրվելու, այս գործընթացը տեղ չի հասնելու եւ սա կարող է ընդհանուր բացասական ֆոն ստեղծել ընդհանուր բոլոր ընդդիմադիր քաղաքական դաշտի նկատմամբ եւ սա ուժեղացնում է բացառապես միայն Նիկոլ Փաշինյանի դիրքերը։ Սա օգուտ է իշխանությանը։ Արդյոք համաձայն եք այն մտքի կարծիքի հետ, որ արդեն բոլոր քաղաքական ուժերը, նաև ինչ որ դուք եք ասում, ըստ էության երևի թե հենց դա էլ ապացուցում է կամ հաստատում է, որ սկսել են արդեն նախընտրական քարոզը, կամ քարոզը չէ, կամ սկսել են նախընտրական պատրաստությունները, ինչպես որ նոր տարուց առաջ մանդարինը եւ այլը պատրաստում են նախորոք։ Այդպես է կարծեք եւ Փաշինյանը, եւ Փաշինյանի կինը, եւ Անդիմա Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը, եւ փաստորեն արտախորհրդարանական ընտրությունը եւ ընդդիմությունը եւ խորհրդարանական ընդդիմությունը բոլորը կարծեք թե հիմա այդ տրամադրության մեջ են, հա։ Այո, բոլորը այդ տրամադրության մեջ են եւ ես օրինակ չեմ կիսում այն մարդկանց կարծիքը, որ ասում են, այ այս impeachment-ը փչացրեց խորհրդարանական ընդդիմությանը։ Որտեւ եւ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին ընտրողները իրենք կոնկրետ մարդիկ են եւ իրենք անկախ այս գործընթացից ընտրելու են Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Բայց այս գործընթացը կարող է ընդհանուր ֆոն ստեղծել, որտեղ դու մտնում ես մի մրցապայքարի մեջ, մեծ է վտանգը խայտարակվելու, մեծ է վտանգը ձախողվելու եւ մեծ է վտանգը, որ այս արհեստական գործընթացների միջոցով դու միայն կամրապնդես իշխանության դիրքերը։ Այսինքն ասել, որ Էդմոն Մարուկյանը արդեն ի սկզբանե իմանալով, որ այս գործընթացը տարբեր պատճառներով չի հաջողելու, միևնույն է գնում է այդ ճանապարհով։ Ես դա նորմալ եմ համարում, որովհետև քաղաքական դիրքավորում է պետք ընտրություններից առաջ եւ միգուցե տարբերակներից մեկը քաղաքական ակտիվություն ցուցաբերելու տարբերակներից մեկը սա է։ Առաջինը նորմալ է, որ կարող է հավակնել վարչապետի տեխնացուի պաշտոնին, բայց պետք է ինչ որ հարցերին ավելի հեռատես մոտենալ ու հասկանալ դրա եւ բացասական եւ դրական կողմերը։ Առաջին impeachment-ի մասին պետք է խոստովանենք, որ խոսել են Էդգար Ղազարյանը եւ Նարեկ Մալյանը։ Այո։ Որ ընդհանրապես այդ թեման, այդպես ասած, բավականին հեղեղուկ վիճակում է, իրենք շատ հստակ սկսեցին խոսել եւ նույնիսկ սկսեցին բանավիճել շատերի հետ, որ եւ ովքեր համարում են, որ դա ծիծաղելի ճանապարհ է, հիմնականում քոչանական թևից են իրենց շատ քննադատում մինչեւ հիմա էլ։ Այդ Նարեկենց կամ Էդգարենց պատկերացրածը եւ Էդմոնինը դրանք նույնն են թե տարբեր բաներ են դրանք։ Կախված են նպատակներից։ Ես չգիտեմ ինչ նպատակով են այս գործընթացը լոբինգ անում Նարեկ Մալյանը եւ Էդգար Ղազարյանը։
Բայց ես կարող եմ պատկերացնել, ճանաչելով Էդմոն Մանուկյանին, ես կարող եմ պատկերացնել, թե ինչ նպատակներով է պարոն Մանուկյանը առաջադրվել վարչապետի թեկնածու որպես, հա։ Դա կախված է նպատակից եւ գիտեք ինչ, եթե այս գործընթացը լիներ օրինակ Փաշինյանի կառավարումից 1 տարի անց, հա, եւ տապալվեր, դրանից հետո կշարունակվեր Փաշինյանի վարկանիշը դեռ նվազել, հա, որտեղ այլ իրադարձություններ կգային եւ այլն։ Իսկ հիմա, երբ արտահերտ հերթական ընտրություններից առաջ դու կազմակերպում ես նման գործընթաց, կամ լոբինգ ես անում նման գործընթաց, լավ հասկանալով, որ դա հաջողություն չի ունենալու, եւ մարդիկ նայելու են ասեն, այս դիմադիրները ոչ մի բան չեն կարողանում անել, ոչ մի բանի չեն կարողանում հասնել, նույնիսկ իրար մեջ չեն կարողանում մի ստորագրություն թղթի վրա իրար համար հավաքեն տան, հա։ Նայում ասում են Փաշինյանն էլ թող մնա։ Հիմա ում համար է ու օգտակար այս գործընթացը։ Ով է դիվիդենդ քաղում այս գործընթացից։ Հասկացած եք, ուզում եք ասել, որ իշխանությունը միգուցե եւ նաեւ իրենք ինչ որ առումով կողմ են այս գործընթացին, որովհետեւ դրանով իրենց ռեյտինգը ինչ որ առումով բարձրանում է այն հաշվին, որ ընդդիմադիրները փաստացի ցախողելու են այդ գործընթացը։ Իհարկե, կողմ են եւ իրենք անընդհատ սրում են, որպեսզի այս գործընթացը շարունակվի, process-ը գնա, ծաղրելով այդ գործընթացը, հա, իրենց մեդիաներով, անվանարկելով տեխնացուին եւ այլն, այսինքն իրենք ամեն կերպ սրում են եւ որքան իրենք սրում են, որ եւ որքան այդ process-ը ավելի ակնառու է դառնում, այնքան ակնառու է դառնում այդ process-ի տխուր պատկերը։ Էդմոն Մանուկյանը խելացի, բանիմաց, հեռատես քաղաքական գործիչ է։ Արդյոք ինքը այդ հաշվարկները չի արել։ Չեմ կարող ասել, դա երևի պետք է պարոն Մանուկյանից հարցնել։ Ես պարոն Մանուկյանին անպայման հրավիրելու եմ, իհարկե ինքը տեսնում եմ, որ երևի շատերն են ուզում, որ հարցազրույց տա, բայց սա իսկապես հարց է, կամ ինքը իսկապես ինչ-որ մի բան գիտի, որ մենք չգիտենք։ Միգուցե։ Կամ ինչ-որ բան չգիտի, ինչ որ մենք գիտենք։ Հասկանանք։ Իսկ հիմա սահուն կերպով, այսպես ասած, անցում անենք մեկ այլ թեմայի, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի այցելությունը Երևան, այն ոմանք համարում են ինչ-որ առումով աննախադեպ, այսինքն այն առումով, որ աշխարհը ամբողջությամբ լավայի փրփուրների մեջ է եւ միջազգային հարաբերությունների համակարգը նոր դեռ պիտի ձևավորվի կամ դեռևս հինը ամբողջություն չի վերացել եւ փորձել են արվում հասկանալու թե ինչ է լինելու, ինչպիսի բևեռներ են լինելու, Ռուսաստանը իր պահանջներ ունի, նահանգները լրիվ այլ պատկերացում ունի աշխարհի մասին եւ այդ ֆոնին մենք տեսնում ենք իհարկե նախատեսված այցելություններ, այնպես չէ որ դա պատահական կամ չգիտեմ անսպասելի այցելություններ։ Մենք տեսանք որ նաեւ կային որոշ բողոքողներ եւ նաեւ Պուտինին մարդասպան համարող այդպես պաստառներ էին եւ Լավրովի այցելության դեմ Բայց այսօր ստորագրվեց Հայաստան-Ռուսաստան համագործակցության 25-26 թվականների փաստաթուղթ, տեքստին ծանոթ չեմ։ Դուք ինչպես եք տեսնում այս հայկական զիգզագները։ Հայաստանը, որը պետք է գնար Եվրամիություն, որը էլի ասում են, որ պետք չի համարել, որ սա հակառակ ուղղություն է, ոմանք այսպես ասած արևմտյան թևը, որ գիտեք, բացարձակ սա ոչինչ չի նշանակում։ Նշանակում է թե չի նշանակում։ Նախ ուզում եմ բողոքողներին անդրադառնալ, ինձ համար օրինակ հետաքրքիր է, եթե այնպես ստացվի, որ որոշում կայացվի, որ Բայրամովը այց է կատարում Հայաստան, Ալիևի մարդասպան պաստառներով այդպիսի ակցիաներ լինելու են, այդ նույն մարդիկ այդպիսի ակցիաներ անելու են, Ալիևին չեն հետապնդում քրեական։ Չեն հետապնդում, հա։ Մենք նման պահանջ չենք ներկայացրել։ Շատ լավ, շատ հետաբար իրենք Ինչպես որ Հայաստանի իշխանությունն է ասում, դրանով մենք հայտ չենք ներկայացել Եվրամիություն, մենք կարող ենք գնալ Մոսկվա։ Հիմա իրենք ասում են, դե Ալիևը հանցագործ չի համարվում, մենք խնդիր չունենք։ Երևի, Հռոմի ստատուտը բա ինչի համար ընդունեցին, որում նույն մարդկանց լոբինգով։ Միգուցե իրենք այլ խմբեր բողոքարկեն, բողոքեն։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ հստակ երկակի ստանդարտներ կան եւ այդ ակցիաներում անկեղծության խնդիր կա։ Բոլոր դեպքերում ես կարծում եմ, եթե իշխանությունը չուզեր, որ դա չլիներ, դա չէր լինի։ Ինչ վերաբերում է այդ ժողովրդավարությունը, չէ, իշխանությունը ոչինչ չի որոշում։ Այն մարդիկ, ովքեր անում են այդ ակցիաները, իրենք ղեկավարվում են իշխանության կողմից։
Եթե նույնիսկ իշխանությունը չի կազմակերպում նմանատիպ ակցիաներ, իշխանությունը չի էլ խանգարում այդպիսի ակցիաներ եւ խրախուսում է այդպիսի ակցիաներ։ Հայտնի տակտիկա է, չէ՞, կիրառվում է, տարիներ շարունակ արդեն տասնամյակներ իշխանությունները նպատակներն են անհասկանալի, մեսիջն է անհասկանալի։ Դե Լավրովը մարդասպան է, Պուտինը մարդասպան է, նրանք տեղ չունեն մեր փողերով կառուցված շենքում։ Լավ, ինչևէ, Լավրովի այցը ես շատ եմ կարևորում այն առումով, որ Հայաստանը դեռ շարունակում է իր տնտեսական, ռազմական, քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ես այն մարդկանցից մեկն եմ եղել, որ մշտապես խոսել են իրանից, որ պետք չի թշնամացնել, հա, հայ-ռուսական հարաբերությունները։ Եվ այս իմաստով նաև սա ազդակ է, որ Ռուսաստանը չի կորցրել իր հետաքրքրությունը այս ռեգիոնում։ Եվ Ռուսաստանը փորձելու է պաշտպանել իր շահերը այս ռեգիոնում։ Այն հարցերը, որոնք պետք է լուծվեն, մարտահրավերները, որոնք կան Հայաստանի անվտանգության հետ կապված, ես այդ մարտահրավերների լուծումը չեմ տեսնում Հեռավոր օվկիանոսից այն կողմ։ Եվ այդ մարտահրավերների լուծումը գտնվում է տարածաշրջանում, տարածաշրջանի երկրներում։ Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, եւ այս իմաստով կարևոր եմ համարում Լավրովի այցը, եւ նաեւ Լավրովը մի մեսիջ է տվել այն առումով, որ Ռուսաստանը կարող է կամուրջ դառնալ Հայաստանի հարաբերությունների սերտացմանը BRICS երկրների հետ, BRICS կազմակերպության հետ եւ Շանհայի համաշխարհային կազմակերպության հետ։ Աշխարհը վաղուց երկբևեռ չի, 3 բևեռել չի, 4 բևեռել չի կարելի ասել։ Աշխարհը գլոբալիստական գործընթացներից հետո դարձել է շատ բազմազան եւ ընտրել որևէ կոնկրետ վեկտոր, հատկապես Հայաստանի նման երկրի համար եւ ասել, որ մենք այ գնում ենք այս վեկտորի ուղղությամբ աշխարհակահաղական, ես կարծում եմ հեռանկարային չէ։ Եվ հաշվի առնելով, որ մեր տնտեսական հարաբերությունները ավելի շատ կապակցված են եվրասիական երկրների հետ, հետեւաբար կարևոր է ունենալ հարաբերություններ նաև այն կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների հետ, որտեղ այդ եվրասիական երկրները ունեն գերիշխող կամ ազդեցիկ դերակատարում, Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, չգիտեմ։ Ցավոք աշխարհը այնքան է փոխվել, որ հիմա ավելի շատ ճամբարային է, ոչ թե բևեռներ, այլ ճամբարներ են, թե դու ազդեցության որ ճամբարում ես։ Եվ հիմա հակասությունները այնքան են սրվել, որ դժվար է, ես սրա մասին հոդված եմ գրել, բայց հենց սրա մասին է խոսքը, որ շատ դժվար է դարձել փոքր հատկապես պետությունների համար, ռեսուրսներ չունեցող պետությունների համար, շատ դժվար է դարձել այդ դիլեմաների մեջ գոյատևելը։ Ըստ էության քեզ երկու կողմներ կամ երեք կողմներ ասում են ընտրի կամ ես կամ նրան կամ ես կամ նա։ Եվ փոքր պետության համար դարձել է գրեթե անտանելի այս իրավիճակը։ Հիմա դուք ասեք այն մասին, որ Ռուսաստանի հետ պետք չի թշնամանալ։ Ես կարծում եմ, որ դուք էլ գիտեք, բայց կարծեք թե ավելի շատ Ռուսաստանն է թշնամացել Հայաստանի հետ։ Ռուսաստանն է որոշել, որ ընդհանրենք Արցախը պետք է այդ հարցը ինչ-որ մի ձևով փակվի, որ պատերազմի միջոցով դա կարող է լինել։ Եվ դա իրենք էլ են ընդունում։ Մենք ունենք փաստեր, որ Ռուսաստանը որոշել է, օրինակ, չգիտեմ, որ Ադրբեջանը պետք է պատերազմի ինքը ըստ էության Լավրովի պլանը։ Դա ավելի շատ եղել է, ես տպավորություն ստեղծվի, ես պաշտպանում եմ, պարզապես ուզում եմ, որ մենք փաստերին նայենք օբյեկտիվ, հա, ոչ թե էմոցիոնալ, ես որպես քաղաքական գործիչ չեմ կարող թույլ տալ ինձ նայել փաստերին էմոցիոնալ, ասել ես սիրում եմ ռուսներին կամ ես սիրում եմ ամերիկացիներին, նշանակում է ռուսները սխալ են կամ ամերիկացիները սխալ են։ Հիմա Լավրովի պլանը ինչի մասին էր։ Լավրովի պլանը խնդիրը խաղաղ ճանապարհով լուծման, որը մենք չենք ընդունել։ Դա լուծում չէր։ Այլ հարց է, որ դա լուծում չէր, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը ասել է դե գնացեք պատերազմ արեք, լուծեք ձեր խնդիրը։ Կամ պիտի առանց պատերազմի, բայց պիտի տակ։ Առանց պատերազմի, բայց պիտի տակ։ Ընդ որում ասեմ, նույնը դա մադրիդյան սկզբունքների մեջ էլ էր, այնպես չէ որ միայն Ռուսաստանն էր, Ռուսաստանը իր պայմաններով էր անում։ Այսինքն որևէ առով Հայաստան իր շահերը չէր պաշտպանում։ Եվ այստեղ Ռուսաստանը, այո, Ռուսաստանը մեծ տերություն է ինքի շահերով է առաջնորդվում, բայց մեր խնդիրն է, որ աշխարհը փոխվել է եւ փոխվել է նաեւ դաշնակցային հարաբերությունները։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ դաշնակից չի այլևս։
Միանշանակ եւ օրինակ ընդդիմադիր քաղաքական գործիչներ կան, մասնավորապես երկրորդ նախագահը, իրեն թվում է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մնացել են այնպիսին, ինչպիսին 2020 թվականից առաջ են։ Ինչպես Ստեփանակերտի իրոք եւ հիմա նույն բանը չի։ Այո, միանշանակ այդպես իրական սա մեր ցավն է, սա մեր խնդիրն է, որ մենք ունենք քաղաքական գործիչներ, որոնք չեն աճում, չեն ժամանակի շունչը չեն հասկանում։ Մենք ունենք քաղաքական գործիչներ, ովքեր որոշումներ կայացնելու ընդունակություն չունեն, ովքեր Հայաստանի շահը նժարին դնելու ընդունակություն չունեն։ Եթե կա խնդիր, հասկանում եք, որոշումների կայացում, երբ մենք ասում ենք, խոսքը գնում է նրա մասին, որ եթե կա խնդիր, դու որոշում ես, որտեղ է այդ խնդրի լուծումը։ Հիմա խնդրի լուծումը Լավրովի գալը, ինչ խնդիր ենք մենք լուծում Լավրովի գալով։ Ես բացարձակ երբեք ծայրահեղություններ չեմ սիրում, ես միշտ փորձել եմ հավասարակշիռ նայել հատկապես միջազգային հարաբերություններին։ Բայց այն ինչ որ դուք ասում եք, ձեր ասացի, այսպես կարմիր թելային է, որ մենք պետք է խնդիր մենք չպիտի թշնամանանք, մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ։ Սա պարզապես աշխատանքային այցը, որ գոնե հարաբերությունները նորմալ վիճակում պահպա, այ որ մեր բեռները գոնե որ տնտեսվարող, հասկանում եք, բիզնեսմենի բեռը չգնա կանգնի սահմանին, այդ այցը պետք է լինի, հասկանում եք։ Որպեսզի Ռուսաստանը իր ծանր բյուրոկրատական ապարատով մեր համար ԵԱՏՄ-ում խնդիրներ չստեղծի, մենք այդ նորմալ հարաբերությունները գոնե պետք է պահպանենք։ Խնդիր չստեղծելու համար ոչ թե պետքա փորձել, այսպես ասած, հաճոյանալ այդ մեծին, այլ այնպես անես, որ քո կախվածությունները թուլանան ցանկացած այդ մեծ պետությունից եւ կարողանաս ինչ որտեղ մանևրելու հավանականությունը եւ հնարավորությունը մեծացնես։ Իսկ մենք ինչ ենք անում կախվածությունները թույլատնելու եւ արդյոք հասկանում եք նաեւ իրատեսականության հարց կա, հա, կախվածությունները թույլատնելու մասով կարող են լինել երազանքներ եւ կարող են լինել ռեալ պլաններ։ Հայաստանում կախվածությունը թույլատնելու մասով կան բազում երազանքներ։ Օրինակ կա երազանք, որ մենք վաղը մտնելու ենք Եվրամիություն, Եվրամիությունը կպաշտպանի մեր անվտանգությունը, դա երազանք է։ Մենք հայտել չենք ներկայացել նույնիսկ մտնելու Եվրամիություն։ Մենք ունենք երազանք հայկական, չգիտեմ, խաղաղության խաչմերուկի մասին։ Մենք էլի բազում այդպիսի երազանքներ ունենք, որ չգիտեմ, կարող ամերիկացիները օրինակ զորք ուղարկեն Հայաստանում Գյումրի ռազմաբազան հանեն, ամերիկացիները գան, այդպիսի երազանքներ էլ կան, հա, այս ռոպագանդայի հետևանքով մարդկանց մոտ լիքը հեքիաթային պատկերացումներ են ստեղծվել։ Հայկական մտածողությունը միֆական է դարձել։ Որովհետև ռոպագանդան է այդպիսին։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքագիտական միտքը ռոպագանդան նստած է միֆականության վրա, մարդկանց ստերով կերակրելու վրա։ Եվ կան ռեալիստական պլաններ, որ դու հասկանում ես դա իրագործելի է, թե իրագործելի չի։ Եթե դա իրագործելի է, քանի տարում է իրագործելի։ Եթե դա իրագործելի է, այսքան տարում իրագործելի է, ո՞րն է այդ իրագործելիության գինը։ Ամեն ինչ ունի իր գինը։ Հատկապես պետական հարցերում դու պետք է հասկանաս ո՞րն է այդ գինը։ Մենք բարձր գին ենք վճարել, մենք Արցախ ենք կորցրել։ Մենք մինչև հիմա գին ենք վճարում։ Այս պահին մենք համարում ենք անդառնալի կորցրած։ Բացի Արցախը մենք շարունակում ենք դեռ գին վճարել։ Ինչի դիմաց է, օրինակ Վրաստանը փորձեց ինչ որտեղ խաղարկել Աբխազիայի, Օսեթիայի հարցը եւ դրա դիմաց Ռուսաստանից որոշակի նեյտրալություն ուզենալ կամ որոշակի ձեռնպահություն ուզենալ, որպեսզի Ռուսաստանը մի քիչ իրեն ավելի հանգիստ պահի։ Մենք կարծեք շարունակում ենք այդ իներցիան պահել։ Գիտեք, Վրաստանը վարվեց շատ պրագմատիկ։ Վրաստանը հասկացավ, որ հերավոր բարեկամների խոսքերի վրա պետք չի թշնամանալ հարևանների հետ։ Բայց հարևան ինքն է հարձակվում։ Դա ունենալու է դաժան հետևանքներ։ Այդ հարևանը հարձակվել է այդ մարդկանց տունն է ջարդու փշուրել։ Հասկանում եմ, նույն կերպ մենք կարող ենք ասել այդ հարևանը հարձակվել է Ուկրաինայի վրա։ Բայց մենք դա կարող ենք խոսել, երբ որ խոսում ենք մաքուր, իդեալական Բայց դուք էլ ասում եք Թուրքիայի, Ադրբեջանի մաքուր պետական իդեալական ինքնիշխանության մասին, հա, բայց մենք մոռանում ենք աշխարհակաղակական գործոնների մասին։ Մենք մոռանում ենք փոքր պետությունների հնարավորությունների մասին։ Կարդացեք մեր գիրքը։ Անի ջան, չեք գաք մեր գրքի շնորհանդեսին։ Դուք չեք հրավիրել ինձ։ Ես չեք աղ բոլոր, ուղղակի մենք դրել ենք բաց։ Բայց անպայման կկարդամ։ Հա։
Չէ, կան օբյեկտիվ պայմաններ, որոնց հետ պետությունները պետք է հաշվի նստեն, հատկապես փոքր պետությունները, եւ փոքր պետությունները իրենց չեն կարող նույն կերպ հավասարի պես պահել մեծ պետությունների հետ։ Դա ակնհայտ է, բայց դա նաեւ չի նշանակում, որ պետք է քո ինքնասիրության կամ պատմության մոռանալու, նույնն է ոնց որ մենք հիմա անգլերեն ասում են appease, այսինքն հաջողանալ, փորձել դիմացին հետ այնպես վարվել, որ ինքը հանկարծ չխփի քեզ, նույնը մենք անում ենք Ադրբեջանի հետ, դա էլ ճիշտ չէ։ Ռուսաստանից հայ հասարակության արդար կերպով, ոնց ասեմ, հիասթափությունը, որը նաև ունեմ ես, գալիս է նաև այդ հաճոյանալուց, որ մենք տարիներ շարունակ հաճոյացել ենք, ուռճացրել ենք այդ հաճոյախոսությունը, այդ հաճոյանալը հայ ժողովրդի վրա ծախել ենք շատ թանկ գնով։ Այսինքն մենք էլի մեր ինքնասիրությունը ու հետո հայտնվել ենք, այո, կոտրած տաշտակի առջև։ Ես այստեղ հասկանում եք, ես Ռուսաստանին չեմ մեղադրում։ Ռուսաստան ու գերտերությունը, որը ունի իր շահերը։ Եթե դու չես կարողանում հասկանալ այդ շահերը եւ դու չունես քո կարմիր գծերը, բոլորին պետք է փորձել ճիշտ, պետք է մեղադրել, պետք է քննադատել, պետք է միշտ իրենց անուններով կոչել, ոչ թե փորձել իրենց, այո, նայենք իրենց աչքերով, բայց դա բացարձակապես մեր շահերից չի բխում, թե իրենց ինչ է հարմար։ Մեղադրելու հարցով գիտեք ինչու եմ ասում, որովհետեւ երբ որ մենք մեզ ամեն ինչի համար մեղադրում ենք Ռուսաստանին, Եվրոպային, Ամերիկային, չգիտեմ, Իրանին, Ադրբեջանին, մենք չենք կարողանում մեր սխալներից դասեր քաղել։ Մենք չենք կարողանում հասկանալ որտեղ էինք մենք սխալ։ Մեզ թվում է, որ մենք սուրբ ենք։ Այո, դե դա։ Բոլորը մեզ խաբում են եւ բոլորը մեզ հետ վատ են վարվում։ Այդպես հեշտ է, այդպես թաքնվել սրբության հետևում եւ ասել ամբողջ աշխարհը սխալ է, մենք ճիշտ ենք, բայց մենք ուղղակի փոքր ենք եւ մենք դրա համար չենք կարողանում։ Մենք այդպես կորցնելու ենք պետություն ունենալու իրավունքը եւ հնարավորությունը։ Անի շնորհակալություն շատ։ Խնդրեմ։ Շնորհակալություն նաև ձեզ, երի բարեկամներ, որ հետևեցիք մեր այս վերլուծական կենթանի քննարկմանը, շարունակեք հետևել մեզ, սա ստատուս քվոն էր, իսկ այսօրվա զրուցակիցն էր քաղաքական գործիչ եւ ազգային ժողովի նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը։ Ձեզ հետ էր քաղաքագետ Գևորգ Մելիքյանը, հաջողություն։